Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունիսի 30-ն է, ճանապարհ ենք տանում հունիս ամիսը եւ այս ամիսը բավականին կարեւոր եւ իրադարձություններով լի հագեցած ամիս էր։ Այսօրվա կարծում եմ ամենագլխավոր թեման այն է, որ Կայա Կալասը Եվրոպայի արտաքին քաղաքականության ղեկավարը գտնվում է Հայաստանում, երեք մասամբ անդրադարձել ենք ամսի 29-ին շատ կարևոր հանդիպումներ է ունեցել Կայա Կալասը, հանդիպել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ, ավելի լավ մանրամասն ծանոթացել է թե ինչպես են նրանք իրենց ծառայությունը, իրենց աշխատանքը իրականացնում Հայաստանում, եւ դա շատ կարևոր էր, որ ինքը անձամբ տեղում է ծանոթացել, քանի որ տեղում ծանոթանալը շատ բան է փոխում յուրաքանչյուր մարդու պատկերացումների մեջ։ Ես էլ որ այցելել էի Հայաստան, հայ-վարացական փորձագիտական այդ համաժողովի շրջանակներում մենք էլ հանդիպեցինք Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչներին, այցելեցինք Կիրանց եւ Ոսկեպար, ինչը ասեմ, որ տեղում միանգամից փոխում է իրավիճակը, ու ավելի լավ է սկսում պատկերացնել, թե ինչ է կատարվել եւ ինչ է կատարվում։ Եվ այս առումով չափազանց կարեւոր է, որ Եվրամիության դիվանագիտության ղեկավարը Կայա Կալասը հանդիպում է ունում Եվրամիության դիտորդական առաքելության հետ եւ ավելի մանրամասն ծանոթանալով ես կարծում եմ Եվրամիության քաղաքականությունը ավելի ամուր է դառնալու Հայաստանի մասով։ Ինքը կրկնեմ, անձամբ կոնկրետ ծանոթանալու եւ իր տպավորություններն է ունենալու այն ամենից, ինչը տեսել է Հայաստանում։ Կարևոր է նշել, որ նա նաև երեք հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանի հետ, քննարկել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, իսկ արդեն այսօր կարծում եմ շատ ավելի կարևոր հանդիպումներ են նախատեսված Կայա Կալասի եւ Հայաստանի իշխանությունների միջև։ Ճիշտ է, ես ծրագրին ծանոթ չեմ, բայց կարծում եմ անպայման միանշանակ հանդիպում տեղի կունենա Արարատ Միրզոյանի եւ Կայա Կալասի միջև, ինչպես նաև Կայա Կալասին կարող է ընդունել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այստեղ կարևոր է նշել, որ Արարատ Միրզոյանն էլ չի մեկնելու Ղրղստան, որտեղ որ կայանալու է ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը։ Եվ սա շատ տրամաբանական է, առաջին անգամ չէ, որ Հայաստանի արտգործ նախարարը հրաժարվում է ՀԱՊԿ-ի ֆորմատով հանդիպումներից։ Շատ տրամաբանական եւ ճիշտ որոշում է։ Եվ կրկին վերադառնանք Կայասի այցին, գիտենք, որ Կայա Կալասի այցը տեղի ունենում Հայաստան բավականին բարդ պայմաններում, ներքաղաքական խնդիրներ կան Հայաստանում, որոնք որ արտաքին պատվերով են ստեղծվել եւ առաջացել Ռուսաստանի հրահրմամբ եւ դրդմամբ, եւ հիմա չափազանց կարեւոր է, որ եվրոպական երկրները եւ Եվրոպայի առաջնորդները աջակցեն Հայաստանի ժողովրդավարությանը եւ ինքնիշխանությանը։ Չափազանց կարեւոր է, եւ մենք երեք մանրամասն խոսել ենք Մակրոնի զանգից Նիկոլ Փաշինյանին, ինչը բնականաբար չափազանց կարեւոր է, ինչպես նաեւ նրա գրառումը, որտեղ որ նա հստակ ասում էր, որ Ֆրանսիան աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը եւ Հայաստանի ժողովրդավարությանը եւ դեմ է բոլոր այն դրսևորումներին, որոնք որ փորձ են անում խաթարել Հայաստանում ժողովրդավարությունը։ Ես կարծում եմ սա եւս շատ լուրջ ձևով հուշում է մեզ, որ խոսքը ոչ թե հոգեվորականների դեմ բռնաճնշումների մասին է, ինչը փորձում են ոմանք ներկայացնել, այլ կոնկրետ խմբավորման դեմ գործողություններ են, որոնք որ Հայաստանում պատրաստում էին իրականացնել հեղաշրջում։ Մեկը կոնկրետ ներգրավված էր հեղաշրջում պատրաստելու մեջ, իսկ երկրորդը ամեն ձևով ինֆորմացիոն առումով փորձում էր աջակցել եւ նույնիսկ արդարացնել այն ամենը, ինչ կարող է տեղի ունենալ եւ իրականացվեր Հայաստանի նկատմամբ։ Այսինքն շատ հստակ լրատվական ֆոներ ձևավորվում։ Այսօր կարծում եմ այդ առումով հնարավոր է, ես չեմ բացառում, շատ կարևոր հայտարարություններ արվեն, ինչպես որ Մակրոնը աջակցեց Հայաստանի ժողովրդավարությանը, այդպես էլ Կայա Կալասը աջակցի Հայաստանի ժողովրդավարությանը եւ ինքնիշխանությանը։ Եվ ահա այս պահին, սիրելի հայրենակիցներ, երբ մենք խոսում ենք Կայա Կալասի այցից, տեսա, որ արդեն իսկ մեկնարկել է հանդիպումը Արարատ Միրզոյանի եւ Կայա Կալասի միջև։ Կարծում եմ
հաջորդ հաղորդմանը մենք արդեն նոր մանրամասներ կունենանք այդ հանդիպումից, նաև հուսանք, որ մամլու ասուլիս եւս կկազմակերպվի, քանի որ մամլու ասուլիսներից մենք ավելի շատ հնարավորություն ունենք ավելի մանրամասն տեղեկանալու այցից եւ Եվրամիության օրինակի համար այս պարագայում քաղաքականությունից Հայաստանի մասով։ Մեկ կարևոր հարց եւս անցնենք Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերություններին Եկատերինբուրգում այդ ձերբակալություններից եւ սպանություններից հետո, որը որ արդեն մեծ խնդիր է ստեղծել Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ, գիտեք տեղի ունեցածը, կարծում եմ հիշեցնելու կարիք չկա, երբ որ ռուսաստանցի իրավապահ մարմինները փորձում էին ձերբակալություններ լայնամասշտաբ իրականացնել ադրբեջանցիների շրջանում, կային մարդիկ, որոնք որ զոհվել են կամ սպանվել են այդ ռեյդերի ընթացքում, ինչպես ուզում եք այդպես էլ բնութագրենք, բայց փաստը այն է, որ մարդիկ են զոհվել եւ հիմա Ռուսաստանը շարունակում է փաստացի իր քաղաքականությունը եւ Եկատերինբուրգից արդեն այդ ձերբակալությունները անցել են Վորոնեժի մարզ եւ այնտեղ եւս տեղի են ունենում ձերբակալություններ, ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների ձերբակալություններ։ Բավականին լարված է իրավիճակը, ասեմ, որ պետական հեռուստաընկերությունները արդեն կոպիտ ասենք, լավ են լցնում Վլադիմիր Պուտինի գլխին, ֆաշիստական երկիր են անվանում Ռուսաստանը, ասում են, որ նրանք ֆաշիզմ եւ նացիզմ են քարոզում, կրոնական անհանդուր ժողականություն եւ հստակ մեղադրում են Ռուսաստանին ֆաշիզմի եւ նացիզմի մեջ։ Հիշել են նաեւ թե ինչ էր տեղի ունեցել ուկրաինական Բուչայում, ասում են, որ Ռուսաստանը ցեղասպանության կազմակերպիչ է, ինչպես նաեւ Խոջալույի դեպքերը եւս սկսել են վերագրել Ռուսաստանին, այսինքն շատ բարձր մակարդակով, քանի որ մենք հստակ գիտենք, որ այդ ամենը այդ հեռուստաընկերությունները ղեկավարվում են անմիջապես Իլհամ Ալիևի ձեռամբ, աստեղեն եւ նախագահականից են Ադրբեջանի ղեկավարվում, հստակ է դառնում, որ դա փաստացի Ադրբեջանի քաղաքականությունն է ընդդեմ Ռուսաստանի այդ քաղաքականության։ Եվ սա շատ հետաքրքիր է այն առումով, որ հիմա լարված է իրավիճակը հարավային Կովկասում, Ռուսաստանը փորձում է ազդել եւ ճնշումներ գործադրել հարավային Կովկասի երկրների վրա, Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի, եւ փաստացի, ահա, Ադրբեջանը բավականին լուրջ ատամ է ցույց տալիս Ռուսաստանին։ Ու մեկը գրել էր մեկնաբանությունների մեջ, որ մենք չենք կարող նման կերպ վարվել, քանի որ Ադրբեջանի չափ աջակցություն չունենք ոչ մի տեղից եւ Ադրբեջանը ունի Թուրքիա, հա, համաձայն եմ այս գաղափարի հետ, քանի որ Ադրբեջանը իրոք ունի Թուրքիայի աջակցությունը, բայց ասեմ ավելին Թուրքիայի սրտով չէ միանշանակ, որպեսզի Ռուսաստանը հաջողությունների հասնի Հայաստանում եւ Վրաստանում նույնպես։ Եվ այդ առումով ես կարծում եմ, որ Թուրքիան փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանի ազդեցությունը նվազի մեր տարածաշրջանում։ Լավի ու վատի մասին մենք հիմա չենք խոսում, սիրելի հայրենակիցներ, ուղղակի արձանագրում ենք այդ փաստը, բայց բնականաբար մեր շահերից է բխում, որպեսզի Հայաստանը լինի անկախ եւ ինքնիշխան երկիր եւ ոչ թուրքերի, ոչ ադրբեջանցիների, ոչ ռուսների, ոչ մեկի ազդեցության տակ չլինի բնականաբար։ Չնայած որ հիմա ընդդիմության ներկայացուցիչները եւ 5-րդ շարասյան ներկայացուցիչները շատ մեծ հաճույքով ասում են, թե իբր Փաշինյանը թեքվում է դեպի Թուրքիայի կողմը, Թուրքիայից է հրահանգներ ստանում, այսինքն աբսուրդ է նույնիսկ այդ հարցը ես չեմ էլ ուզում, չեմ էլ կարող քննարկել, քանի որ շատ մեծ եւ ցցում երևացող անհեթեթություն է դա։ Այսինքն դրանից մեծ սուտ Հայաստանում գոյություն չունի, բայց կարևոր է նույն ժամանակ հասկանալ այնինչ իրենք չեն հասկանում այդպես ասողները, որ Ռուսաստանը հիմա ցանկանում է, որպեսզի վերաստեղծի խորհրդային միություն 2, այսինքն երկրորդ խորհրդային միությունը։ Ինչ որ նման մոդելով մի քիչ խոսենք նաև ռուս-ուկրաինական պատերազմից, քանի որ այն ուղիղ առնչություն ունի մեզ, ինչպես ես արդեն բազմիցս նշել եմ։ Եվ Թրամփի վարչակազմը փաստացի տեսնելով, որ առաջընթաց չկա ռուս-ուկրաինական պատերազմում, արդեն կրկին Լինդսի Գրեմը, սենատոր Լինդսի Գրեմը, ով Թրամփի կողմնակիցն է, ասում է, որ այդ օրինագիծը կմտնի Սենատ եւ կանցնի միանշանակ եւ պատժամիջոցներ կսահմանվեն այն երկրների նկատմամբ,
ովքեր որ նավթ ձեռք բերեն Ռուսաստանից։ Եվ հստակ պարզ ասում է, որ խոսքը կոնկրետ Չինաստանի եւ Հնդկաստանի մասին է, քանի որ նրանք ամենից շատ նավթ են ձեռք բերում Ռուսաստանի Դաշնությունից եւ խոսք կա նրա մասին, որ Ռուսաստանի Դաշնությանը վերածելու են այնպիսի մի երկրի, որից որ ոչ ոք ոչինչ չի կարող գնել եւ որի հետ ոչ ոք չի կարող շարունակել առևտուրը։ Այստեղ ուղղակի մեկ հետաքրքիր պահ կա։ Նա ասում է, որ Դոնալդ Թրամփն այլևս դեմ չէ այդ պատժամիջոցներին, բայց որքան ես տեղյակ եմ, այդ պատժամիջոցների գաղափարի մեջ օրենքի մեջ փոփոխություն է մտցվել եւ Դոնալդ Թրամփը կարող է այդ պատժամիջոցները կիրառել կամ չկիրառել երկրների նկատմամբ, այսինքն բացառություններ եւս կարող է անել Դոնալդ Թրամփը, եթե այդ օրինագիծը ընդունվի։ Նաև հիմա շատ ակտիվ քննարկվում է այն, որ կարող է եվրոպական երկրները զենք զինամթերք ձեռք բերեն Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ տան Ուկրաինային։ Ինչ վերաբերվում է պատերազմում, ինչը տեղի ունենում, Ռուսաստանը կրկին չնչին շատ փոքր աննշան առաջընթացներ, առաջխաղացումներ ունի, որոնք որ չի կարելի ասել մեծ առաջընթաց, չի կարելի անվանել միանշանակ։ Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների դաշտը բավականին ստաբիլացվել է եւ կրկին Ռուսաստանի Դաշնությունը սկսել է խոսել բանակցությունների մասին, կարծես երրորդ փուլի մեկնարկի մասին է խոսքը, դրա մասին խոսել է Պեսկովը, որ կարող է կրկին տեղի ունենալ Թուրքիայում, դրանից բացի Ռուսաստանը սկսել է խոսել այն մասին, թե իբր ոչ ֆորմալ հանդիպում կարող է տեղի ունենալ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջեւ։ Իմ պատկերացումը հետեւյալն է, որ Թրամփը սկսել է փոխել իր պատկերացումը Վլադիմիր Պուտինի նկատմամբ, իր վերաբերմունքը, եւ դա շատ արագ հասկացել են հիմա Ռուսաստանի Դաշնությունում, եւ եթե նախկինում նրանք չասեմ մերժում էին Թրամփի հետ հանդիպումը, այլ փորձում էին հետաձգել, չնայած որ Թրամփը բավականին շտապում էր, ապա հիմա իրենք են դառնում հեղինակը նրա, որ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը հանդիպեն, այսինքն հանդիպում տեղի ունենա երկրների առաջնորդների միջև։ Իմ պատկերացմամբ Ռուսաստանի Դաշնությունը նպատակ ունի ամեն կերպ ձգձգել այն, ինչ հիմա տեղի է ունենում Ուկրաինայում, քանի որ իրենք հույս ունեն, որ այս գարնանը մինչև աշուն Ռուսաստանը այնուամենայնիվ որոշ հնարավորություններ ունի առաջխաղացում ապահովելու համար։ Դրա համար իրենք այս պահին պատրաստ չեն գնալ կոնկրետ խաղաղության եւ թեկուզ ինչ որ կարճաժամկետ հրադադարի, քանի որ համարում են, որ հիմա լավ ժամանակաշրջան է, որպեսզի իրենք կարողանան առաջխաղացում ունենալ։ Բայց իրականում մենք տեսնում ենք, որ իրենց առաջխաղացումը բավականին լուրջ խնդիրների է հանդիպում եւ իրենք մեծ հաշվով չունեն առաջխաղացում եւ թոփում են նույն տեղում։ Այդ փոքր մանր մունր գյուղերի բնակավայրերի գրավումը այդ հսկայական մեծ տարածքներում ոչ մի ստրատեգիական նշանակության հարց չի կարող այս պահի դրությամբ փոխել։ Դոնալդ Թրամփը նաև Իրանի մասով հետաքրքիր եւ կարևոր հայտարարություններ է արել, ասել է, որ մեր յուրաքանչյուր հրթիռ հասել է իր թիրախին եւ Իրանը ընդամենը մի քանի շաբաթ էր Իրանին մնացել, որպեսզի նրանք կարողանային ստեղծել ատոմային զենք, դա մի քիչ քարոզչական բնույթ ունի, իրականում մենք չգիտենք հասցրել էին, չէին հասցրել, ինչ կար մնացել, բայց Թրամփի պնդմամբ նրանք ուրանը չեն հասցրել տեղափոխել, քանի որ չէին էլ ենթադրում, որ հարձակում տեղի կունենա, ու ինքը պատկերացնում է, որ Իրանը այլևս չի մտադրվելու հարստացնել ուրանը, ու ասում է, թե ինքը պատրաստ է Իրանի վրայից հանել պատժամիջոցները։ Բայց նույն ժամանակ Իրանից հակառակ հայտարարություններն ենք մենք ստանում, Իրանից հայտարարություններ կան, որ իրենք պատրաստ են հարստացնել ուրանը եւ նույնիսկ ավելին ՄԱԿ-ում պահանջում են հիմա, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները փոխհատուցում հատուցեն Իրանի վրա հարձակման համար։ Եվ եթե հիշում եք, սիրելի հայրենակիցներ, մենք նաեւ խոսել ենք այն մասին, որ հիմա Ադրբեջանի եւ Իրանի միջև բավականին լուրջ եւ մեծ սկանդալ է, փաստացի հիմա Իրանը արդեն փաստաթղթեր է տրամադրում ադրբեջանական կողմին, որոնք որ վկայում են, որ Ադրբեջանի օգտային տարածքը շատ ակտիվ օգտագործվել է ընդդեմ Իրանի։ Եթե դուք հիշում եք, մենք ամիսներ առաջ այստեղից խոսում էինք, որ շատ հավանական է, որ եթե պատերազմ լինի ընդդեմ Իրանի, ապա Ադրբեջանի տարածքը օգտագործվի
ընդդեմ Իրանի, ինչը տեղի ունեցավ։ Կային փորձագետներ, որոնք որ կասկածի տակ էին դնում մեր այդ պնդումները, բայց մենք հստակ ասում էինք, որ բավականին մեծ է հավանականությունը, 100%-ով ոչ ոք ոչինչ չի կարող երբեք ասել, նման վերլուծական կենտրոն աշխարհում կարծում եմ գոյություն չունի, եթե ճիշտ է իրենք չեն ստեղծում քաղաքականությունը, այդ վերլուծական կենտրոնները, բայց մենք մեր ամեստ հնարավորություններով այդ անգամ այդ ժամանակ ասում էինք, որ հնարավոր է Ադրբեջանի տարածքը օգտագործվի ընդդեմ Իրանի, ինչը եւ փաստացի տեղի ունեցավ։ Եվ հիմա ասում ենք այն, որ Ադրբեջանը փորձում է կարևոր քայլեր իրականացնել պահելու համար իր ինքնիշխանությունը եւ շատ կարևոր պահ է նաեւ Հայաստանի համար, որովհետեւ մենք եւս կարողանանք պահպանել, պաշտպանել մեր ինքնիշխանությունը։ Բնականաբար նույնը վերաբերվում է նաեւ Վրաստանին եւ ամբողջ հարավային Կովկասին։ Շատ կարևոր պատմական պատասխանատու պահ է հիմա, սիրելի հայրենակիցներ։ Այս պայդրությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, հիշեցնեմ կրկին լայքերի համար եւ բաժանորդագրվելու կարեւորության համար, ցտեսություն, կհանդիպենք։